Մանուկյան դուք ինչ կարող եք ասել, որ առավոտվա ձերբակալություններից Եվրոպաների երկրս Դա միանշանակ խայտառակություն է, բայց մենք հիշենք ինչին հաջորդեց այս քայլերը։ Երեք Նիկոլ Փաշինյանը շատ ուղիղ ցուցումով վրանգով ինքը ուղիղ քննչական մարմիններին այս ԱԱՑ-ին մյուսին ասաց կգնաք, գործը կկարեք, կհարուցեք, բերեք մարդկանց կալանքի կտանեք։ Երեկվա իր խոսույթն ամբողջությամբ դա է։ Սա իրավական պետության, ոնց ասեմ, թաղել է ուղղակի իրավական պետության։ Այս մարդիկ, որ հավաքվել են, խայտառակություն է, դուք հասկանում եք ինչքան ինչ բարոյական արժանապատվի տեր պիտի լինես, երբ որ ԱԱՑ-ի ալֆային ուղարկես դիմակավորվածման Լևոն Քոչանեստուն, որտեղ որ գիտեք 3 անչափահաս երեխաներ են, կամ ինչ է նշանակում այդ այդն շոուները նկարելը կամ մյուսը հանրապետության երկրորդ նախագահին 70-անց մարդուն ասես ու չես կարողանում ասել։ Դա կարևորն ինչ է նաև բոլորը շատ լավ գիտակցեն, որ կա նախագահի իմունիտետ, այսինքն այն գործը ինչը որ իրանք ասում են նմանատիպ ոնց ասեմ կառավարության բոլոր որոշումները նախագահան վավերացրել է, բոլորը, դա եղել է պահանջ, ուղղակի պահանջ, այսինքն միջև այս գործը գալ հարուցել Ռոբերտ Քոչարյանի նախագահի նկատմամբ իրենք կառավարության ղեկավարին, այդ իրավական ակտը կազմողին, բոլոր նախարարին, բոլորին դատապարտային խայտառակություն է սա հասկանում եք, ու սա տեղի է ունենում եվրոպական երկրների ուղիղ թողելու արդյունքում, շատ ուղիղ, այն որ խոսում են ժողովրդավարություն, բան չկա, սրանով նաև մենք արձանագրում ենք, որ ԵՄ ձգտող, ժողովրդական արժանապատվի ձգտող այդ կես թեր կրողները, դրանք բոլորը ստախոսներ են, բոլորն անխտիր։ Այս էլ հերթական քաղաքական շինցու գործն է, հերթական, շատ ուղիղ։ Այսինքն, եթե մենք նայում ենք ձեռագիրը, սցենարիստը, անտաղանդ սցենարիստը նույնն է։ Եթե նայում ես նույն Ծառուկյան Գագոյի բանն է, սցենարներ, էլի, գնալ տնից բերել, ինչ որ նկարել, ինչ որ սենց շոուներ կամ մյուսը խայտառակություն է։ Դե մի իրանց ամենայն հավանականությամբ քննչական գործողություններ է տեղի ունենում, որքանով որ ես այսինքն նախկինում հրապարակվել էր այդ գործը կառավարության որոշման վավերացնելու հետ կապված էր եղել, որի ժամանակաշրջանում օրենքն այնպես եղել, որ հանրապետության նախագահան բոլոր կառավարության որոշումները ինքն է վավերացրել, բոլորը անխտիր։ Ու գիտեք դարձ ինչա, որ կոռուպցիայից խոսում են մի իշխանություն, ովքեր մինչև ականջների ծերը թաթախված են կոռուպցիայի մեջ։ Պարոն Մանուկյան, տեսեք, այսպես համացանցում, շատ օգտատերեր գրում են, որ սա շատ լավ առիթ է, որպեսզի բանակային վերջինս, 10-օրում տեղի ունեցած ողբերգությունները իրենց ծածկելու, մեղավորներին պաշտպանության նախարար կլինի, չգիտեմ, ով կլինի, իրենց այսպես ուսությամբ էին թեկվածել ակտները վերջին 10 օրվա ընթացքում, որովհետև այս բացիկողի վիճակ է, սա շատ լավ առիթ է, այսպես ասած, այդ ամեն ինչից ժողովրդին շեղել եւ նոր ինչ-որ բան բերել, այսինքն ոչ իշխանականների, այլ ընդդիմության վրա։ Դուք ինչ կասեք։ Ես մի փոքր այդ կարծիքը չկիսեմ, որովհետև սա հետևեց Լևոն Քոչարյանի սուր դիտարկմանը, երբ որ ասում էր պիղծ բառը իրանք լեգալիզացրել են, ասեն կարելի է օգտագործել, իսկ քաղաքացիները, եթե մենք հրապարակայնորեն կանգնենք, ասենք ինչ են ասում, Լևոնը շատ մեղմ բնութագրեց, որ ասեց ժողովուրդն ասում այդ պիղծերը մինչև ինչի համար են մնում եւ ղեկավարում։ Եվ տեսեք ինչա, վերջի 8 տարին ես այդ բանակային թեմային ուզում անդրադարձ կատարեմ, վերջին 8 տարին իրանք են իշխանության, այսինքն այսօրվա սերունդը, որը որ գնում է բանակ, կրթել են իրենք։ Եվ փողոցն են իրանք եղել, եւ պետությունն են իրանք եղել, եւ ընտանիքն է իրանք ասած դպրոցը կրթությունը տվել։ Եվ եթե այսօր բանակում կան վատ բարքեր, դրա ուղիղ պատասխանատուն գործող իշխանությունն է։ Իրանց համար երկուսը մեկ եղավ, համ Լևոնի սուր հարցը եւ միևնույն ժամանակ նաեւ բանակի թեմային շեղելը։ Բայց մենք տեսնում ենք, քանի որ այսօր ոնց հասկացա մամուլից իրենք գնացել են, չգիտեմ, Սիրուշոյի պրեգոմեշը, գնացել են ինչ-որ անհասկանալի պիացա գրանտներն են ոնց որ խայտառակ եղել, որովհետև դիվանագիտական կառույցներ կան տեղակայված, գնացել են խայտառակվել են, նորից դուրս են եկել, դա աբսուրդ։ Այսինքն ինչ է ստացվում, եթե ճիշտ եմ հասկանում, միգուցե սխալ եմ հասկացել այդ ընթացքը, այդ ընկերությունը կառուցել է, վաճառել է, իրանք ասում են այդ ընկերությանն ապօրինի է, դու ապօրինի ձեռք ես բերել իրանից։ Եթե ինչ-որ մեկը մի բան վաճառում է, պետությունը թույլ է տալիս, դու գնում ես դրա ապօրինին ո՞րն է։
Այսինքն այստեղը տրամաբանություն չկա, էլի, բայց իրանց համար լավ առիթ էր, որպեսզի բանակում տիրող խայտառակ այս բարեհոգեբանական վիճակը ինչ որ մի ձև փորձեն իրենք շեղել։